Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մինչ օրս չի կարողացել տեսակցել ազգային անվտանգության ծառայությունից Արթեն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված եղբոր հետ։ Պատգամավորի ասելով քննիչն իր նկատմամբ արգելք է դրել։ Սա ուղղակի աբսուրդի հասնող եւ միանգամից վկայակոչում է, որ ինչն է իրենց նպատակը։ Մենք հասկանում ենք, որ Տիգրան Փոստանջյանը որպես քաղաքական պատանդ է այս պահի դրությամբ հոգեբանական ճնշումները հավանաբար չէին կարողացել իրենց ազդեցությունը ունենալ, դրա համար տեղափոխել էին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Զարուհի Փոստանջյանի ասելով իր եղբոր գործը ոչ թե ազգային անվտանգության ծառայությունը պետք է քններ, այլ ոստիկանությունը։ Տվյալ դեպքում արդեն մենք գործ ունենք այնպիսի կոպիտ խախտումների մասին, որ հասկանում ենք, թե ինչպիսի մեթոդների է դիմում ազգային անվտանգության ծառայությունը համատեղ գլխավոր դատախազի հետ, որպիսի հնարավորություն ունենա ինչ-որ գործ սարքելու։ Բողոքի ակցիայի մասնակիցներին հետևում են նաև ազգային անվտանգության ծառայության շենքի պատուհաններից։ Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ իր եւ իր ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների վարքագիծը չի վախեցնելու, քանի որ դա ժամանակավոր վախի ու թուլության դրսևորում է։ Նշենք, որ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է 100,000 դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Նարինե Իրիցյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։